Սիրելիներս, այսօր առաջին անգամ թարմը բանջար եմ տապակելու այս տարի։ Գարնանը սառցախցիկում ունեցել եմ, բայց թարմը դեռ չեմ գնել։ Այս ղնջլոզին ես ծանոթ չեմ, երբեք չեմ կերել, չգիտեմ ինչ համի է։ Քիչ եմ վերցրել, կես կիլոգրամ, որպեսզի տապակեմ ու ծանոթանամ համին։ Իդեպ պետք է ասեմ, այդքան էլ դուրս չեկավ, ինձ համար անծանոթ էր ու ինքը ինչ-որ համ չուներ, սիբեխի, շուշանի, մնացած բանջարների նման համեղ չէր։ Իմ համար անհամ բանջար էր, բայց ասում են շատ օգտակար է։ Բերում ենք, լավ մաքրում ենք, եթե արմատները վրան է հեռացնում ենք, մի քիչ թողնում ենք ջրի տակ, որպեսզի ցեխը, հողը տերևների արանքից դուրս գա և այսպես առանց կտրատելու կաթսայով եռացող ջրի մեջ ենք լցնում, շատ քիչ ջրի մեջ, ինքը կարելի է ասել գոլորշիով էլ է եփվում։ Այսպես ծածկում ենք, 10 րոպե թողնում ենք եռա։ Հետո ավելացնում ենք աղը, կափարիչը փակում, որպեսզի սոխուկները լավ եփեն։ Ջուրը քամելուց հետո ավելացնում ենք կամ բուսայուղ կամ յուղ։ Ես երկու տարբերակն էլ օգտագործում եմ։ Սիրում եմ, երբ տապակած բանջարները յուղալի են լինում։ Մի լավ խառնում ենք, որպեսզի յուղի մեջ տապակվի և կոտրում ենք այս հրաշալի ձվերը։ Ապա տեսեք ինչքան սիրուն են։ Երկու դեղնուց։ Սա էլ երկրորդը, կրկին երկու դեղնուց։ Ինչքան հավես է, որ նման դեպքեր են լինում, թեպետ հատնտիր ջոկած ձվեր ենք վերցնում, տեղն արդեն սովորել ենք, միշտ պատվիրում ենք ու բերում են։ Ձվի վրա ավելացնում ենք աղ, խառնում ենք, հարում ենք և ավելացնում այս եփված ղնջլոզի վրա։ Կափարիչը փակում ենք, որպեսզի ձուն ձվածեղ լինի և վերջ, կարող ենք արդեն մատուցել։ Ես մի քիչ պրպտեցի, այսպես ասած, YouTube-ը, բայց կարգին մի տեսանյութ չգտա, թե մածունով են ուտում, թե սխտորով են ուտում, բայց ումից որ գնել էի, ասեց, որ կարող եք մածուն սխտորով էլ ուտել։ Ուրեմն այս ղնջլոզը գնելուց ով որ վաճառում էր, ասում եմ, երկար ժամանակ է մի կարգին վլոգ չեմ արել, տանեմ վլոգ անեմ, մեկ էլ հարցնում է, վայ, նման բաներ եք անում, ասեցի հա, ու հանեցի իմ ալիքի լոգոն տվեցի, որ ինքը կարողանա մտնի իմ ալիք, խնդրեց, որ ես հավաքեմ, ասեց ինչ կլինի դու հավաքի, որ այստեղ պարապ լինեմ, նայեմ, ու ինչ այնքան հետաքրքիր էր, որ ես ուզեցի բաժանորդագրվեմ, ինքը արդեն բաժանորդ էր, շատ ուրախացա, ինքն էլ ասեց, ուրեմն լավ բաներ ես պատրաստում, որ ես արդեն բաժանորդ եմ։ Ու ես իրեն եմ ասում, անչափ շնորհակալ եմ, որ նույնիսկ բաժանորդ եք ու դիտում եք տեսանյութերը, այդ կինն էլ ինձ է ասում, ես եմ շնորհակալ, որ նման գեղեցիկ տեսանյութեր, համեղ տեսանյութեր եք ներկայացնում։ Այսքանը սիրելիներս, այնպես չի, որ մի երկու անգամ կեփեմ տարվա մեջ, բայց մեկ անգամ գոնե կարելի է փորձել։